որ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ եք տեսնում Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները։ Այստեղ մենք մի քանի պատասխանի հնարավորություն ունենք եւ 27.8%-ը նշել է Ռուսաստանի հետ, 25.8%-ը նշել է Եվրամիության հետ, ԱՄՆ-ի հետ նշել է 15.5%-ը, Իրանի հետ նշել է 13.3%-ը, ոչ մեկի հետ նշել է 11%-ը եւ 3.4%-ը նշել է Եվրասիական տնտեսական միության հետ։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանը 27.8%-ը, ես կարծում եմ այս տոկոսները կարելի է գումարել եւ եթե մենք գումարենք մոտ 32%-ը կստացվի, որ այդ դեպի Ռուսաստան եւ դեպի ԵԱՏՄ-ը եւ այս առումով կարող եմ նշել փոփոխությունը, որ ի տարբերություն մեր նախորդ տարվա տենդենսների դեպի Եվրամիություն ավելի շատ ձգտելը, այստեղ մենք գրանցել ենք կրկին հետադարձ ուղղվածություն եւ Ռուսաստանի հետ ձգտումը դեպի Ռուսաստան ավելի մեծ է, քան Եվրամիության հետ համագործակցություն, չնայած Եվրամիության հետ նշել են 25%, քան քիչ չէ։ Ընդ որում նշեմ, որ այս հարցի հեղինակն է քաղաքագետ Բենյամին Մաթեոսյանը, մենք խնդրել ենք տարբեր մեր գործընկերներին տրամադրել մեզ որոշակի հարցեր եւ Բենյամին Մաթեոսյանը առաջարկել էր այս հարցը։ Եվս մեկ հարց է առաջարկել Բենյամին Մաթեոսյանը, որը ես կկրկնեմ, ինչպես եք դուք անձամբ պատրաստ պայքարելու ձեր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար։ Եվս մի քանի պատասխանի հնարավորություն կա։ 43.9%-ը նշել է պատրաստ եմ քվեարկել կուսակցության կամ առաջնորդի օգտին, ով իրական տնտեսական ծրագիր կներկայացնի։ 18.4%-ը նշել է արդեն պայքարում եմ, բոյկոտում եմ տրանսպորտի թանկացման, 100 դրամից ավել չեմ վճարում, ընդ որում 18.4%-ը խոսքը գնում է ամբողջ Հայաստանի քաղաքացիների շրջանում, որովհետև կան մոտիկ շրջանի բնակիչներ, Աբովյանի, Արարատի, որոնք որ գալիս են այստեղ եւ ուսանողություն կամ աշխատում են Երևանում, եթե նայում ենք միայն Երևանի բնակչության մեջ, այդ դեպքում 27%-ը նշում, որ բոյկոտում է արդեն իսկ եւ չի վճարում կամ վճարում է 100 դրամ։ 8.1%-ը նշել է, որ պատրաստ եմ գնալ հանրահավաքների եւ փողոցներ փակել։ 5.6%-ը նշել է, որ պատրաստ եմ միանալ համապետական գործադուլներին եւ այլ մեկ նշել է 1.6%-ը։ Ոչինչ չեմ արել նշել է 15.2%-ը եւ դժվարացել է պատասխանել այս հարցին 17.6%-ը, ինչպես ասացի, այս հարցը եւս մեր գործընկեր քաղաքագետ Բենյամին Մաթեոսյանն առաջարկել։